Կերամա Մարացին իրականացնում է աշնանային ակցիա։ Անշունչ սալիկներին կյանք են տալիս դեկորատիվ էլեմենտները։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը աշնանային ոսկե զեղչեր, 25% զեղչ դեկորատիվ էլեմենտների համար։ Դուք կարող եք ստանալ անվճար դիզայն, ուր դեկորատիվ էլեմենտները կհաշվարկվեն 25% զեղչով։ Հիշեցնենք նաև արտոնյալ ապառիկ պայմանների մասին։ Կերամա Մարացի։ Լավ մամ ջան, եթե չես ուզում մի ասա, ես չեմ ստիպի։ Չէ, Նարէ։ Մինչև Մարկի հետ խոսել էի, ես ուզում էի քո հետ կիսվել։ Վայ Աստված իմ, Նարէ, ես այնքան եմ խճճվել։ Ես հասկանում եմ, դա երկար թաքցնել հնարավոր չի։ Չնայած Մարկին խնդրել եմ, որ ոչ ոքի չասի։ Եթե քեզ ասեմ, կմնա միայն Կարինան։ Բայց թե Կարինան էլ այնքան անկառավարելի բնավորություն ունի, դա ինձ ոչինչ չես կարող պահանջել, չգիտես ինչ սպասել։ Մամ, եթե դու գտնում ես, որ Կարինան ոչինչ չպետք է իմանա, ճիշտ է, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց ինձանից հաստատ ոչինչ չի իմանա։ Նարէ, տատիկ ոչ թե Ժաննան է դառնալու, այլ ես։ Կներես Մարկ, բայց ոչ մի տրամաբանություն չկա։ Ինչի պիտի Ժաննային չասես։ Հա լավ հասկացանք, այն ժամանակ նորան ստիպված էր ուրիշ բան ասել։ Բայց հիմա թաքցնել է անհետեցությունը։ Ես ոչ մի բացատրություն չեմ գտնում։ Ես էլ չեմ գտնում, Արամ։ Գիտես ինչի։ Որովհետև պատմությունը կիսատ է։ Անկեղծ ասած ես էլ մի անգամից մտածեցի, որ Նոնան էլի ինչ-որ բան է թաքցել։ Լավ, հիմա ինչ ես մտադիր անում։ Հիմար վիճակում եմ հայտնվել։ Ես Ժաննային չեմ արդարացնում, բայց Ժաննային չասել, այդ շատ անարդար է։ Ժաննան մտածում է, որ իր տղային գտել է, ու ինքը շատ երջանիկ է։ Հիմա ասելու ես, թե չէ։ Չէ։ Նախ կփորձեմ պարզել, թե ինչի իրականում մաման չի ուզում, որ Ժաննան իմանա այդ մասին։ Ամեն դեպքում մաման հենց այնպես ոչ մի բան չէր անի։ Եթե ուզում է, որ ես լռեմ, ուրեմն դրա համար լուրջ պատճառներ կան։ Նախ կփորձեմ պարզել, հետո նոր Ժաննային կասեմ այդ մասին։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ես էլ չէի կարող տեսնել որդուս տարոպանքը։ Հենց դրա համար էլ ամեն ինչ ասեցի։ Նարէ, բայց եթե Ժաննան իմանա, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։ Ճիշտ է, ես այդպես չեմ կարծում, բայց մամ, դու ավելի լավ ես ճանաչում Ժաննային։ Ամենակարևորը, որ Կարինան դեռ ոչ մի բան չիմանա։
Հայ, շատ երկար ես սպասել։ Չէ, նոր եմ եկել։ Դե գնացիք։ Հա, բայց այսօր գնում ենք մեր տուն։ Ձեր տուն ինչի համար։ Դե, պիտի մի օր գաս, թե չէ։ Ինչ նկատի ունես։ Նկատի ունեմ գնանք տուն, մամայի հետ նստեք, խոսակ, հասկանանք իրար։ Բայց մամա դա ասել, որ ինձ պետք է տանես ձեր տուն։ Չէ, ես եմ որոշել։ Իսկ մամայիդ ասել ես։ Գնանք տեսնենք։ Չէ, վայ, այս ամենը ինձ դուր չի գալիս։ Ես վախենում եմ։ Ինչից։ Վախենալու ոչ մի բան չկա, Մարա։ Վերջ իրար հետ պետք է լեզու գտնեք, թե չէ։ Արի գնացինք։ Հա Նարեջան։ Դա սուրճ ենք խմում ընտանիքում, հա։ Բարևում ենք ես, տատիկն էլ շատ բարևում։ Այ ոնց եմ կարոտել երեխուս։ Հակոբ ջան, Հակոբ հարցեր ուտես Նարեն, կարող է մի օր գա մեր տուն առավոտվանից մնա կարոտները սառնենք, հա։ Հա բարես, հա։ Չէ տատիկն է կարոտել, հա։ Եղա բալես, դե լավ, քեզ լավն է, եղա, հա։ Հակոբ ինչի չհարցրիր։ Մամ ջան, Նարեն հիմա այն վիճակում չի, որ գա մեր տուն։ Տատ ուզում ես, ես քեզ կտանեմ։ Այդ ավելի ճիշտ կլինի։ Այնտեղ ես Նարեիս կարոտը չեմ առնի։ Էս ինչ ընտանիքով հավաքվել եք, ջերմ զրույց եք անում։ Դու առանց քեզ ջերմ զրույց է ստացվում։ Բալես, դու այսօր տատիկին չես ջղայնացրել։ Չէ։ Ոչ, չի ջղայնացրել, իսկ ինչի պետք է ջղայնացնի։ Հակոբիկը ինձ շատ սիրում է։ Չէ Հակոբիկ ջան, տատային շատ է սիրում, չէ։ Հա, ամենաշատը։ Բայց տատան մեռնի քո ջանին։ Բա Գագիկը ուր է։ Սենյակում չէր։ Չէ։ Բա որ սենյակում չի բան։ Սկեսուր։ Դու ես ամբողջ օրը ստեղ նստած, չես տեսել կարող է տնից դուրս է եկել։ Չէ, ես չեմ տեսել, որ դուրս գա։ Կարող է ինչ-որ տեղ է գնացել։ Տեղ է գնացել ու մեզ տեղյակ չի պայել, հա։ Լավ Հակոբ, ինչ ես պատմություն սարքում։ Ինչա մարդը իրավունք չունի դուրս գա ման գալու։ Բայց ով պատմություն սարքեց, ուր ուզում է թող գնա։ Ուղղակի անհանգստանում ենք, այդքան բան։ Քերին իրան հələ հեռախոս չի առել, չէ՞։ Չգիտեմ։ Որ ունենար կիմանայիր։ Չգիտեմ։ Լավ, երևի մարդա ուզեցել է դուրս գա մի քիչ մաքուր օդին զբոսնի։ Լավ, բալես, Նարի գնանք ես բարկացնեմ արդեն ուշ է։ Բա դու էլ արի։ Բա որ ասում ես ոնց չեմ կատաղես։ Դե թռի։ Թռի։ Բարի գիշեր։ Չաղանաս շատ մի կեր։ Ինչի կարելի չէ։ Հետո էլ ասում են ինչի եմ չաղ։ Լավ էլի Հակոբ, հենց աչքդ իմ կերածն ա տեսնում։
մի այսօր ժամանակին ա տուն եկել։ Տղես։ Բարև Աննա։ Բարև ձեզ։ Կարելի է։ Ներս եկեք։ Ուզում էի ձեր գեղեցկությանը համապատասխան ծաղիկներ գտնել, բայց չգտա։ Շնորհակալ։ Ներեցեք ինձ ուղղակի բաղնիքից նոր էի դուրս եկել։ Հիմա կփոխվեմ, հա։ Ոչինչ, ես կարճ ժամանակով։ Ուղղակի տանեցիրիներ տեղակ չեմ պահել, մի քիչ զրուցենք ու ես կգնամ։ Ախր Նստեք, ոչինչ, ամեն ինչ նորմալ է։ Ես ժամանակակից մարդ եմ։ Սուրճ կխմեք։ Ոչ։ Գուցե թե։ Ոչ, միգուցե շամպայն։ Համեն մեր ծանոթության կենացը խմելու առիթ կունենանք։ Բաժակներ բերեք։ Այո։ Կարեն ջան, ասում եմ, ինչ անենք, որ իմանանք քերիդ ուրա գնացել։ Ման բոյերը խաչ ինչ ես խառնվել իրար։ Չէ, Կարեն ջան, չեմ խառնվել։ Ուղղակի ասում եմ հանկարծ չկորի, մոլորվի։ Մամ քաղաքում չի մեծացել քերին։ Հա, բայց ինչքան ժամանակ աստեղ չի եղել, Կարեն։ Մամ, որ շատ ուշանես, ավտով կգնամ ման կգամ, հələ որ ամեն ինչ նորմալ է։ Հետո աշխապած մարդ է սաղ աշխարհը ման է եկել, հասուն։ Վայ, հանգիստ եղի ման ջան, հանգիստ։ Զինա, այսօր Գագիկը մեր հինտան հասցեներ հարցնում։ Հինտան հասցեն? Հինտան հասցեն ինչ էր հարցնում։ Չգիտեմ, Կարեն ջան, ես ուղղակի նոր հիշեցի։ Ու դու ասեցիր սկեսուր։ Հա, դրա մեջ ինչ գաղտնիք կար, որ չասեի։ Ասել եմ։ Շատ ուրախ եմ մեր ծանոթության համար։ Եվ հույս ունեմ դեռ առիթ կունենանք շփվելու։ Ու մենք լավ ընկերներ կդառնանք։ Զինայի ականջից հեռու։ Խաղում եմ մեր ծանոթության ու քո գեղեցկության կենացը։ Մա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դու Վահեն ես։ Ես քո մասին շատ եմ լսել։ Լսել եք իմ մասին, բայց դուք ով եք։ Վայ ջան, Գագիկը Կարենի քեռին է։ Լիանը անպայման պատմած կլինի քեզ իրեն մասին։ Չէ, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել։ Դե ես ուղղակի ես կողմերով եմ անցնում, ասացի խնամիներիս մոտ մտնեմ ծանոթանամ։ Հետո ամոթ չի որ ես քեզ փողոցում տեսնեմ, չճանաչեմ։ Դե շատ ուրախ եմ ծանոթ լինելու համար։ Արդեն ուշ է ես գնամ։ Հետո մի ուրիշ առիթով կգամ, հանգիստ կնստենք, կզրուցենք։ Բարի գիշեր։ Դե ցտեսություն։ Հաջողություն։
Ես ի՞նչ է վիճակը։ Ինչա վիճակը, սպաղնիկից նոր էի դուրս եկել։ Չէր կարում այդ հագնվեր նոր դուրը բացել։ Չէի կարողանում, պատահական եկավ Գագիկը։ Համել ես ինձ ձև ես խոսում ինձ հետ սրա մոտ։ Հայ որ ասում էի պետքա չգայի։ Արի գնանք Մարա։ Ես քո հետ հետո։ Վահե։ Հետ ինչ տոնով է խոսում ինձ հետ այդ Անտունի մոտ։ Վահե, խնդրում եմ, սրանից հետո էլ չպարտադրես ինձ։ Չես տեսնում, մամա դից չի ընդունում։ Մարա, խնդրում եմ, էլ ոչ մի բառ չխոսաս։ Ես հեսա տաքսի կանչեմ քո համար։ Վահե, այն տղամարդու համար ես ջղայնացած։ Ես ջղայնացած չեմ։ Հետո չասեցի չխոսաս։ Վահե, ինչ ես գոռում իմ վրա, տաքսի պետք չի, ես կգնամ։ Մարա կանգնի, Մարա։ Ես այսօր Ժաննայի հետ խոսել եմ։ Վախենում ես լսես շարունակությունը։ Արկադը սխաղ չանես։ Նես չի, որ իմ նյարդերը լավ վիճակում են։ Ինչ եք խոսացել։ Մի անհանգստացի, Ժաննային ոչ մի բան չեմ ասել։ Բայց արր լսել թե Ժաննան ինձ անընդհատ ոնց է ասում, տխես։ Ահավորեր են, որ Ժաննան ինձ ասում էր, որ ես կյանքում ինձանից բացի ոչ ոք չունի։ Դու խղճում ես Ժաննայի, չէ։ Ես գիտեմ։ Մամ, ես ուզում եմ հասկանամ, անուն ինչի եմ ես այդ անում։ Այն ինչ որ ես հիմա անում եմ, ահա որը։ Դու ամեն ինչ գիտես։ Իսկ ես թվում է, որ ես ամեն ինչ չի որ գիտեմ, մամ։ Այն ինչ որ ես հիմա անում եմ, լռում եմ, դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Բայց Ժաննա պիտի իմանա այդ մասին, մամ։ Դե ուրեմն գնա ու ասա Ժաննային։ Կտեսնես թե ինչ տեղի կունենա։ Դու ոնց չես հասկանում։ Ես սա արել եմ ձեզ պաշտպանելու համար։ Մամ։ Մամ։ Մարկ։ Չէ, դուք հաստատ ինձանից ինչ-որ բան եք թաքցնում։ Չէ, Կարինա, ինչ պիտի թաքցնենք։ Խաբում ես, Մարկ։ Չէ, Կարինա, չեմ խաբում։ Մոռացել ես մաման մեզ ոնց է դասերակել։ Չէ, հիշում եմ։ Հիշում եմ, որ եթե հանկարծ սուտ էինք ասում, մաման մեզ շատ խիստ պատժում էր։ Մամ կռվում էիք Մարկի հետ։ Չէ, Կարինա։ Կարինա, դու կարող ես արդեն քո սենյակ տեղափոխվել։ Ես գիտեմ, դու ստեղ չես հարմարում։ Մամ, միչև որ դու առանց հենակների չքայլես, ես տեղից ոչ մի քայլ չեմ անի։ Իմ մասին խնդրում եմ, մամ, մի անհանգստացի։ Երբ որ ես քո կողքին եմ, ինձ շատ լավ եմ զգում։
Փաստորեն Մարկին էլ, հա, չի ասել ուրա գնաց է։ Չէ, բայց Մարկի զանգին գոնե նորմալ պատասխանեց։ Արամ, ինչ ուզում ա թողանի, դու ոչ էլ զանգի։ Ինչ ես ուզում ասես։ Աչք փակեմ այն ամենի վրա, ինչ կատարվում է աղբորս ընտանիքում։ Չէ, ճիշտ չի։ Արամ ջան, բայց քո արածը ճիշտ է։ Ինչքան կարելի է մոռանալ, որ դու էլ ընտանիք ունես։ Ինչքան կարելի է Մարկի խնդիրներով ապրել։ Մամ, անտարբերությունը ամենաահավոր բառն է, դու լավ գիտես։ Հիմա Մարկը խնդիրների մեջ խեղդված է, ահավոր հոգեվիճակում է, ու հնարավոր է շատ բաներ չնկատի։ Դե իհարկե, մենակ դու դա կարող ես նկատել։ Մարկը իմ աղբերն է, որ ես իրա կողքը չլինեմ, ով պիտի լինի։ Գիտես ինչ Արամ, ոնց հարմար կգտնես, ինչ ուզում ես արա։ Բայց զգացել եք, որ Ժաննայի գնալուց հետո տունը մի տեսակ դատարկվել է։ Իսկապես, անսովոր լռություն է։ Ինչ անեմ, գտնեմ հետ բերեմ։ Ինչ? Արամ լավ էլի, մի կերպ կապրենք առանց Ժաննայի։ Ծանր դեպք է, բայց դա մեր հորքուրն է։ Այ Գագիկ տղա, ես գիտեի, որ այդ տղին չի թողնի ես հանգիստ ապրեմ։ Քերն էլ չեք է։ Չէ, Կարեն ջան, չկա հլը։ Կող այդ մարդը սովորության համաձայն գնա կորի ու էլի չկա։ Վայ այդ տղա բերանդ խերով բաց արա։ Չանեմ այ մրսես չլինի։ Ահագի ժամանակ անցել։ Արդեն ես էլ եմ անհանգիստ, գնամ ավտոման եմ։ Հա տղա ջան, գնա մեքենա թանի, գնա այդ մարդուն ման արի։ Երևի մոլորվել է Կարեն ջան, տանտեղը չի կարողանում գտնի, հեռախոս էլ չունի այդ մարդը մոտը։ Մեր տան համարն էլ երևի չի հիշում, Կարեն ջան, գնա բալես։ Վաղը մի հատ քերին հեռախոս պիտի առնեմ տամ։ Նախ դու հələ գնա մի հատ քերուտ գթի։ Վայ։ Քերի, էս ուր ես։ Այ տղա, աչքներս ջուր կտրեց։ Ինչի։ Ոնց թե ինչի։ Որովհետև անհանգստանում էինք։ Քանի ժամա չկաս այ տղա։ Գոնե մի հատ զգուշացնեիր։ Բայց Զիզի ջան, մտքովս չեն անցել որ կան հանգստանաք։ Ուր էր գնացել քերի։ Մաքուրոտ շնչելու։ Չեք հավատում։ Չէ, ոնց, հավատում ենք իհարկե։ Տեսար մամ, սիրտը տեղ ընկավ։ Քերի, դու հեռախոս չարար չէ քեզ։ Այ, ես երբ եմ տանից դուրս գալիս։ Էն իմ հեռախոսը թողեցի Մոսկվայում։ Լավ։ Վաղը քեզ մի հատ հեռախոս կառնենք, որ ես ձեր պատմություն էլ չլինի։ Չէ, թող մնա, ես ինքս դուրս կգամ, մի օր հարմար կլինի կառնեմ։ Քերի, ասեցի առնելու եմ։ Ես թեման փակում ենք վերջ։ Լավ։ Ես գնամ պարկեմ։ Գնա պարկի, Կարեն ջան։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Գագիկ տղա, դե հիմա ինձ ճիշտն ասա։ Ուր էիր գնացել, ուր էիր միջև հիմա, հա? Պատասխանի։ Զիզի։ Ինչ Զիզի։ Քանի ժամա չկաս։ Ասա ինձ ուր էիր գնացել։ Համ էլ ես գիտեմ, այսօր դու մեր հին տան հասցեով ես հետաքրքրվել։ Ասա ինչի՞դ էր հարկավոր մեր հին տան հասցեն։ Փաստորեն այս տան պատերն են լսում, հա։ Այս տան պատերը ոչ մի կապ չունեն։ Ում որ հարցրել ես, նա էլ ասել է։ Իսկ հիմա ինձ ճիշտ պատասխանի։ Ինչի՞դ էր հարկավոր մեր հին տան հասցեն։ Ասա, ինչի՞դ էր հարկավոր։ Գիտես չգիտեմ։ Մեր հին հասցեով, մեր հարևանությամբ, մեր խնամի Ալլան է ապրում։ Ասա ինչ էր գնացել այդ թաղերը։ Լսի դու Ալլայի դեմին չես այդպես լծված։ Ալլան այդ որ շատ լավ կին է երևում։ Օհո։ Այս սա նորություն էր։ Էն էլ ինչ նորություն։ Գագիկ տղա, ուր էիր գնացել։ Մաքուրոտ շնչելու։ Գագիկ տղա,
Հիմա ուշադիր ինձ լսի։ Ինչ աղմուկ է։ Ինչ է կատարում այստեղ։ Վայ Հակոբ ջան, ոչ մի բան էլ չի կատարվում։ Գագիկը մի քիչ ուշացավ, ես էլ անհանգիստ էի ճիշտն ասած։ Համել Հակոբ ջան, մեր մանկությունն էինք հիշել։ Գագիկը փոքր ժամանակ սովորություն ուներ։ Տնից դուրս էր գալի, գնում էր ընկերների հետ խաղալու։ Մենք էլ ամբողջ թաղով ընկնում էինք ու Գագիկ էինք ման գալիս։ Հա, ճիշտ է ասում։ Հետո որ գալիս էի տուն, մինչև լույս հետս կռիվ էր անում։ Ինչ, հիմա այս մարդը երեխա չի։ Վերջ տուրել է այդ կռիվներից։ Հերթը ասավ Գագիկին արդեն։ Վայ Հակոբ ջան, ինչ ես ասում։ Ես ոնց կարող եմ հարազատ աղբորս հետ կռվել, Հակոբ ջան։ Չէ, ախր շատ անհանգիստ է, Հակոբ ջան։ Վայ, աղբեր ջան, չես նեղանում, չէ։ Ոնց կարա մարդ իրա քրոջից նեղանա, ցավը տանե։ Արմը ջուր չի դառնա։ Տեսար Հակոբ, ինչ աղբեր ունեն։ Գագիկ տղա, դու ինձ պիտի ճիշտը ասես։ Ինչ ճիշտ ասա, ուր էիր գնացել, ում մոտ էիր գնացել։ Հայինը եկեք ես, ամբողջ օրը տանն եմ։ Ճիշտն ասած, Ռոբերտիկի նկարն էինք ուսում բերեինք։ Նկարը։ Լավ, ես վաղը կսպասեմ ձեզ 9։ Լավ Նարեկ ջան, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Մարգինայի հետ նոր խոսեցի։ Ասաց, որ վաղը մեր տղայի նկարը կբերեն։ Նարե։ Կներես Մարկ, գիտեմ, որ հիմա քո համար ահավոր դժվար է։ Նարե դժվար է, բայց մենք անուն մեր երեխաների պարտավոր ենք երկուսս էլ հաղթահարենք այդ դժվարությունները։ Բիձու բերես ծաղիկներով ես, հա Իան։ Չէ։ 2 ժամ նստած մտածում եմ, բայց տենց էլ չեմ հասկանում, թե որ մեղքիս համար եմ սենց պատժվում։ Ինչի ես պատժվում։ Մենակ ծաղիկներ ես տանում, լավ էլ ուշադրության կենտրոնում ես։ Ինչի՞ց ես էլ բողոքում։ Ինչի էր եկել այդ բիձեն, շամպայնով, ծաղիկներով։ Լսի, դու լրիվ խելքդ գցել ես։ Համել Գագիկը բիձա չի։ Ահո։ Լսի, ինչ է ուզածդ ես չեմ հասկանում։ Ինչ ես ուզում։ Այդ մարդը մեր խնամին է։ Եկել էր ընդհանրապես ծանոթանալու մեզ հետ։ Այդ ինչ ձև քեզ պահեցիր իր մոտ։ Այդ ոնց է իր հետս խոսում։ Համել այդ աներեցին ինչի էր վերցրե բերեին տուն։ Սկսեմ նրանից, որ դու խալաթով էիր։ Հյուրերին, առավել եւս անծանոթ հյուրերին, խալաթով չեն ընդունում։ Տղա ջան, ես քեզ քանի անգամ կարող եմ բացատրել, որ ես Գագիկին չէի սպասում, որ Գագիկը անակնկալ եկավ, հասկացար։ Մամ, ես լակոտ չեմ։ Լսի, ինչ ես ուզում ինձանից, հա։ Դրան չտենամ էլ մեր տանը։ Ինչ։ Հասկանում եմ։ Շատ լավ եմ հասկանում, թե ուր ես տանում։ Թես ամբողջ կռիվդ ինչի համար է։ Որ նշանածին չեմ ընդունում իմ տուն, հա։ Չէ, ինչ կապ ունի Մարան։ Ես այսօր ինչ որ տեսա, ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Ես այդ մարդուն էլ մեր տանը չտեսնեմ։ Ուզում եմ Կարենի քերին լինի, ով ուզում է լինի։ Պարզ արտահայտվեցի։ Չէ։ Պարզ չարտահայտվեցիր։
Ու դու արդեն չափերը տանցնում ես, մոռանալով, որ մորդ հետ ես խոսում։ Չէ, չեմ մոռանում, բայց ոնց որ դու ես մոռանում, որ ջահել չես, որ թորան տեր ես։ Հուսով եմ հասկացար ասելիքս։ Չէ, չհասկացա ասելիքդ։ Թորան տեր ես, թե թորան տեր լինել ինչ կապ ունի հյուրեր ընդունելու հետ։ Այդտեղ դու հասկանում ես, որ Գագիկը մեր խնամին է։ Հրամանը չլսել է։ Երբ պիտի լուսանամ, որ տեսնեմ, թե սրիկան հետ ինչ անակնկալ է նախապատրաստել։ Ռուբեն, շուտ պիտի վերջդ տված լինեի, անշնորհակալ։ Դու ոչ մի բան չես կարողանաս։ Եթե այդքան խելք ունենայիր, հիմա այդ կարգավիճակում չէիր լինի։ Ամեն դեպքում պետք է շատ զգուշ լինել, զգուշապետ գործել։ Զգուշանալը պետք թե ոստիկանությունից, թե սրիկայից։ Մամ, հիշում ես, չէ՞։ Վաղը պապայի ծննդյան օրն է։ Մենք անպայման պիտի գնանք գերեզմաններ։ Դե բնականաբար դու չես կարող գալ, բայց ես Մարկի հետ կգնամ։ Մամ, Մարկը կգա, չէ՞։ Ինչի պիտի չգա։ Դե այսքանից հետո, որ արդեն գիտի ճշմարտությունը, որ ինքը Ժաննայի տղան է։ Կարինա, ինչ իմարություններ ես դուրս տալիս։ Դա ինչ կապ ունի։ Ռոբերտն է ձեր հայրը, ու դա է իրականությունը։ Մամ, ես ուղղակի մտածում էի, որ Մարկը հոգու խորքում ձեզ է մեղադրում։ Մարկից ավել դու ես լարված, են էլ մեր դեմ։ Մամ, ես ձեր դեմ լարված չեմ, ես ճակատագրի դեմ եմ լարված։ Ինչի պետք է Մարկը այսքանի միջով անցներ։ Ինչի։ Մամ, ես այսքան ժամանակ չեմ հարցրել։ Ինչ է Մարկի իսկական հոր անունը։ Վրեժ։ Իսկ ազգանունը։ Չգիտեմ, Կարինա։ Ինչ ահավորը։ Ահավորը է խոսքը չի, մամ։ Հասկանում ես, Մարկը անգամ իր իսկական ազգանունը չգիտի։ Ոյ, մամ։ Մամ, լավ, չես ուզում ես ջուր բերել։ Չէ, Կարինա, ոչ բան չեմ ուզում։ Գնա դուռը բաց, ավել լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներս անցեք, նստեք։ Նոնա ջան, արդեն կարողանում ես քայլել։ Հա, բայց դեռ հենակների օգնությամբ։ Մարկը տանն է։ Տանն է։ Նարեն էլա չէ տանը։ Հա, վերևում են երկուսն էլ, ես հեսա իրանց կկանչեմ։ Մենք էլ երեխու նկարն էինք բերել։ Ստուած եմ։ Այդտեղ մի քանի օր կան։
Հա, արա, հյան։ Կգամ կխոսենք, տեսնենք ինչ ենք անում, թե չէ սենց չի լինի։ Անընդհատ չեմ կարողանում աշխատանքի գալ։ Հա, արա, դե էլ է որ մաման ու Կարինան տանը կմնան, աշխատանքի էլ է որ չեն գա։ Բայց ես անպայման կգամ։ Լավ, լավ։ Մարկ, Ինան ու Մերուժն են եկել, ներքևում են։ Եկել են, Մարկ, տղայս նկարն են բերել։ Նարը սպասի։ Արեջան, հանգստացի, մի մորացի քո երկու մասին, հա։ Արա, մենք մեր տղային անպայման կգտնենք, հանգստացի, դու իմը փորձի քեզ հավաքես։ Կարինա, ջուր բեր արեք։ Ես իմ տղային եմ ուզում, Մարկ, այնպես ինչ փոքրիկ, ջանօգնական, Մարկ, ուրա իմ տղան։ Նարե հանգստացի։ Ջուրը Կարինա։ Սխալ արեցինք որ բերեցինք նկարը։ Դու չէիր ասում ուտդ մի պահի։ Լավ, թարգի։ Մարկ, խնդրում եմ, Մարկ, գտակ իմ տղային, խնդրում եմ։ Ինչ, չես ուզում? Կեր ասում եմ, թե չէ հետո էլ չեմ պատրաստի։ Ուֆ, չես ուզում մի կեր, հա? Ես քո համար դայակ չեմ։ Ծնողներդ աղջկաս գլուխը կերան։ Ես այլ հիմարի պես նստած քեզ եմ կերակրում։ Արդեն դուրս է եկել այդ օգնականդ։ Ով մախը։ Հա, թե այդ հաստավազից բացի էլի օգնական ունես։ Չէ, մենակ ինքն է։ Բայց շուտ չի։ Դե ավելի լավ է շուտ լինի, քան թե ուշ։ Պատկերացնում եմ հիմա Ժանան ոնց է սրտատրոպ սպասում քո այդ հանդիպմանը։ Ժաննան ինձ լավ գիտի, Լաուրա։ Ու գիտի, որ ես այդքան էլ հիմար չեմ, որ օրը ցերեկով գնամ իր այդ հանդիպման։ Էն էլ քաղաքի կենտրոն։ Բայց ինչ ես անում։ Ամփերի եսը կտեսնես։ Ալո։ Լիան բարև։ Բարև։ Հələ ասա տեսնեմ ինչ արեցիր։ Երեք մարային տարար մեր տուն։
Յան դու ավելի լավ ասա ով այդ Գագիկը։ Ես ինչ անեմ։ Բարեմ ես նկարները, հա։ Նման բան չանես։ Սա ուղղակի նկար չի։ Վերջապես ժամը ասավ։ Դազակով այսօր դուք ազատ եք։ Բոբան չի եղել մարդ ջան։ Չէ, ուղղակի Նարեն։ Հայտնվեց։ Ահա, էս էլ մեր հերոսը։ Ձայն, մարդու դսում չէ ձայն։